Էնպես ինչպես ես չեմ աշխատում պեդոֆիլների հետ, էնպես ես չեմ աշխատում Նիկոլի ընտրազանգվածի հետ։ Եկեք գնանք մանրամասնում եմ։ Նիկոլի ընտրազանգվածը ինձ համար բաժանվում է երկու կատեգորիաների։ Առաջին խմբում են հոգով չարչի և ինտելեկտով ցածր մարդիկ։ Երկրորդ խմբում են հոգով չարչի ու սրբություն չունեցող մարդիկ։ Առաջին տարբերակում, որտեղ չկա ինտելեկտ կամ ինտելեկտը շատ ցածր մակարդակի վրա է, նրանք չեն էլ գալիս հասնում են գիտակցմանն ու գաղափարին, որ իրենց անհրաժեշտ է հոգեթերապևտ։ Երկրորդ խմբի մարդկանց էլ անգամ ծանոթի միջոցով չեմ ընդունում, որովհետև համարում եմ անարժան, քանի որ սրբություններ չունեցող անձը ինձ համար դասվում է անարժանների շարքում։ Դե որովհետև չի կարող 5000 և ավել զոհերը, հանձնած Արցախը, պետականության կորստի վտանգի տակ գտնվող հայրենիքը արժեք չհամարող զանգվածը հայտնվել իմ կաբինետում։ Վերջիվերջո ես նրանց պաշտպանում եմ իմ բացասական հուզական ապրումներից, որովհետև նրանք ինձ համար, ընտրազանգվածը ինձ համար գտնվում են նույն հարթության վրա, ինչպես պեդոֆիլները, ու նույն բացասական հուզական ապրումներն եմ ես զգում նրանց հանդեպ, ինչպես պեդոֆիլների հանդեպ։ Դիսկրիմինացիայի եմ ենթարկում, խտրականություն եմ դնում, դե հա, չեմ էլ ամաչում, դե չէ։